անհաջողությունների եւ պարտության պատճառները մի քանիսն են, որոնց մասին ես կարծեմ մի քանի անգամ ասել եմ։ 3-ն են դրանք։ Առաջինը 2018 թվականից սկսած լուրջ հարված է հասցվել զինված ուժերի կառավարման համակարգին, շարունակական եւ հաճախակի պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, պաշտպանության բանակի հրամանատար փոփոխությունները որոշակի ազդել են կառավարման համակարգի մարտական խնդիրների հստակ իմացության եւ լայնամասշտաբ այսպիսի գործողություններում հստակ գործելու եւ հաջողություն հասնելու համար։ Ընդ որում նաեւ այդտեղ ես նշում եմ Գերագույն հրամանատարի դերակատարությունը, որը որ ինքը լինելով Արցախում այսօր ասում է, չէ, ինչ գործ ունեիք Արցախում, ինչ գործ ունեիք դու Արցախում կամ քո հարազատները, քո որդին, քո կինը ինչ գործ ունեին Արցախում այդ դեպքում։ Բայց եթե դու եղել ես Արցախում եւ քո ներկայությունը այնտեղ ոչինչ չի բերել, արդյունքը իմաստը գնալ Արցախ, եթե դու չես կարողացել մարտական գործողությունների ընթացքում ինչ որ քո ներկայության որպես Գերագույն հրամանատարի, որպես կառավարության ղեկավարի, որպես Հայաստանի իշխանության ղեկավարի, որը ստանձնել է Արցախի հանրապետության անվտանգության այսպես պատասխանատվությունը եւ երաշխավոր է։